Շնորհակալություն։ Շնորհակալություն, Գեղամ Նազարյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Շատ հիմնարկների ղեկավարներ դժգոհում են, որ իրենք ունեն կադրերի խնդիր։ Ես ուզում եմ դուք ասեք, դատախազությունը նման խնդիր ունի, թե չէ, եւ որն է, որ շատ գործեր, որն է պատճառը, որ շատ գործեր, ՀՀ քաղաքացու տեսանկյունից շատ երկար է ձգվում, որն է պատճառը, կադրերի սղությունը, կադրերի ոչ պրոֆեսիոնալ լինելը, թե այլ պատճառ կա, կամ կարող է ես սխալ եմ եւ չի էլ ձգձգվում եւ նորմալ է։ Երկրորդը դուք հաշվետվությունը ներկայացրիք, կարդացինք նաև ձեր գնահատականը որպես գլխավոր դատախազ Հայաստանում հանցավորությունը ինչու է աճում, ինչու են հանցագործությունները ավելանում, թվում է թե ոնց որ պետքա նվազի, բայց աճում է, ծանր հանցագործություններն են աճում, ավտոմեքենայի ազդանշան տալու կամ ջրափոսով ջուրը ցփնելու համար մարդ են սպանում։ Դատախազությունը վերլուծություն ունի այս դաժանությունների պատճառը որտեղ է թաքնված, որ համագործակցի ներքին գործերի նախարարության կամ այլ համապատասխան կառույցների հետ, որովհետև ինձ հետ օրինակ ես ասենք անկեղծ եմ ասում, երբ որ փողոցում ավտոմեքենան հավասարվեց ու երիտասարդը մոտ 25 տարեկան ասեց այ որ դուք ինձ ճանապարհ չտվեցիք, ես ձեզ անցնեմ, ես էսա մեքենայով կմխրճվեմ ձեր մեքենայի մեջ, ագրեսիայի ուղիղ ցուցադրություն է, այս որտեղ է թաքնված այս խնդիրը, մենք ինչ պետք է անենք, կարող որտեղ է այդ խնդիրը, այսինքն ինքը վստահ է, որ ինքը չի պատժվելու, թե որն է, եւ մի դեպք ասեմ, չասեմ, որտեղ է դա եղել, մենք ես էլ եմ այդ հարցը ձեզ շատ տվել, շատերն են տվել, որ ասենք չարաշահում ենք կալանքը, բայց անցանք տնային կալանքի եւ այլ ձևերի, բայց չգիտես ինչու այդ հաճախ այդ տնային կալանքի տակ հայտնվում են մարդիկ, որոնք թմրանյութեր են վաճառում, թմրանյութեր են ցրում, այսինքն այն մարդը, որը պղնձալար է գողանում, պայմանական ասած ինքը կալանքի տակ է, բայց այն մարդը, որը թունավորում է հասարակությունը մահ տարածում, իր նկատմամբ բան ենք անում եւ օրինակ բնակավայրերից մեկում ասեմ ձեզ հիմա չգիտեմ ճիշտ եմ անոր ասում եմ թե չէ տեղի բնակիչները այդ տարածողի որին տնային կալանք են տվել բոլոր մատները ջարդել են հիմա որն է ճիշտը ինչ անենք ես եւ դատախազությանը եւ տարբեր կառույցների առաջարկել է որ այս վատ երևույթը կանխելու համար գոնե դեռահասներին բարբերաբար փորձաքննության տանենք, որ գոնե ինչ-որ փուլից կանխենք, դրա դեմը առնենք։ Այ այս մասին ձեր կարծիքը շնորհակալություն։ Շնորհակալություն, առաջի հարցը